Հարմար նստիր, թեյ վերցրու, քեզ հետ Գոհարն ու Անին են։ Մենք չենք բուժելու, ուղղակի խոսելու ենք հոգեբանության մասին, պարզ ու հասկանալի։ Նենց ոնց կխոսեիր ընկերներիդ հետ, բայց կլինի գիտահեն։ Սա ոնց ես ոդկասթն է հոգեկան առողջության մասին, որտեղ դու ընդունված ես նենց ոնց կաս։ Բարև ձեզ հետ Անինա Եվ Գոհարը։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչու են հարաբերություններում մարդիկ լռում, նույնիսկ իմանալով, որ դա լավագույն միջոցն է խնդիրները լուծելու համար։ Առհասարակ հարաբերություններում լավ կլինի, եթե մենք ունենանք այդ կարողությունը խոսելու, ասելու այն մասին, ինչը մեզ դուր չի գալիս, անգամ խոսելու այն մասին, ինչը մեզ դուր է գալիս, որտեղ հաճախ նաև մենք ունենում ենք դժվարություններ ասելու, որ ինձ այս բանը դուր է գալիս, ես այս բանը շատ սիրեցի եւ այլն։ Ու մենք հենց այսօր քննարկելու ենք այն, թե ինչի մենք չենք խոսում մեր անհանգստությունների մասին, մեր կարիքների մասին եւ ոնց անենք, որ կարողանանք սկսել խոսել։ Հաճախ մեր կյանքի փորձից ելնելով, ընտանիքի դրվածքից ելնելով մեզ մոտ այդ հմտությունը չի զարգանում, բայց ես գիտեմ, որ դա կարողություն է, որը կարելի է սովորել։ Ճիշտ է։ Այո, իհարկե։ Հաճախ մենք չենք մտածում այն մասին, թե ինչի մենք չենք խոսում մեր կողքի մարդկանց հետ, մեր կարիքների մասին, բայց եթե խորանանք, երևի թե ինչ որ տարբեր պատճառներ կան, թե ինչու մենք չենք խոսում այդ մասին։ Այո, ու դա պատճառներից մեկը կարող օրինակ լինի այն, որ մեզ թվում է, որ խոսելով մեր կարիքների մասին մենք կարանք լինենք անհարմար մեր կողքի մարդու համար։ Դրա համար մենք լռում ենք ու հարմարվում ենք ինչ-որ տարբեր իրավիճակների։ Հաճախ ես նաև տեսնում եմ իմ կյանքում, նաև թերապիաների ընթացքում, որ ասենց արտահայտություն, որ եթե ինձ սիրում է կամ եթե ես իր համար կարևոր եմ, ինքը պիտի հասկանա ինձ ինչա պետք։ Բայց այդ շատ մեծ sense ծեր խանգարող միտք է, որովհետև մեր ու մեր կողքի մարդկանց անցած ճանապարհը, անգամ եթե օրինակ քույրը տա եղբայրը տա, այսինքն դուք նույն ընտանիքում եք մեծացել, անգամ այդ դեպքում մարդիկ շատ բարդ են հասկանում դու ինչ ես մտածում, ինչ ես ուզում, քեզ ինչա պետք, որտեղ օրինակ անգամ նույն ընտանիքի երկու երեխայի մոտ տարբեր սիրո արտահայտման ձևեր կան, տարբեր պատժաշկա ուզելու, հա, աջակցում ուզելու ձևեր կան, ոնց է կարևոր է հաշվի առնել, դրա համար ոնց ես հաճախ ասում եմ, որ խոսալը, քննարկումները, բարձրաձայնելը քո կարիքները շատ կարևոր է, որ մարդիկ իմանան քեզ ոնց պատժաշկա անեն։ Արի գուշակությամբ չզբաղվեն։ Այո, ունեն մենք նաև sense միտք, որ ես ցույց եմ տալիս։ Եթե ինքը չի հասկանում, ուրեմն ես իր համար կարևոր չեմ։ Այսինքն հաճախ մենք ինչ որ վարք ենք դրսևորում մեր կողքի մարդկանց հետ, ենթադրելով, որ իրանք պիտի որ հասկանան, որ ինձ էս էր պետք, կամ ես սրանից էի եղել, կամ ես սրանից էի եղացել։ Բայց դա էլ ոնց որ էլի շատ խափուսիկ կարա լինի, որովհետև չգիտեմ, օրինակ այն մեմերը տեսել ես, որ աղջիկ տղապարկած են, այդ աղջիկը ասում է Ачում ոնց сейчас думает, вот ծղան տիպ ինչ որ ավտոների մասն եմ մտածում։ Այդ օր ինչ ա եղել։ Հա, կարա տենց բաներ լինի, ոնց որ կարևոր է։ Եվ ոչ սիրուհիների հաստատ։ Այո։ Հետ էլ կարա լինի։ Բայց ինչեւ չխոսակ չքննարկեք, դու չես իմանա ինչ այնքը մտածում։ Դե բարձա եթե նոր սիրուհիների մասն մտածում չի ասի։ Հա։ Բայց հա, միտքը նա որ այո, պետքա զրուցել, հարցնել եւ նաեւ պատմել, ներկայացնել քո կարիքները, էլի։ Այո։ Ինչքան էլ դժվար է դա սովորելու վրա է։ Հա, հաստատ։ Ու տենց մեմերից մի հատ էլ հիշեցի, որ այդ աղջիկը նեղացել է այդ տղայից ու այդ օրվա վերջում է տղեն ասում «Какой сегодня прекрасный день», որտեղ այդ աղջիկը ոչ մի բան իրան չի ասել, իրան նեղան։ Այսինքն այդ տղեն չի մտածել, որ ինչ-որ բան է։ Ինչու հաճախ մեր կյանքում այդ շատ տենց жизненный մեմեր էին, որովհետև հաճախ կյանքում կարող այդ մարդը չգիտի, որ քեզ նեղացրել է ու կարևոր է երևի այդ մասին ասել, որ գիտես ինձ այս բան դուր չեկավ։ Ես էլ հիշեցի Իլրումն Գոհարի ասած մեմերի, որ մի հատ եկա, որ աղջիկներն են հիմնականում ասում, որ օրինակ ամուսին ինչ որ այդպես մտածում, ամեն ինչ լավ է, բան, իսկ աղջիկը արդեն բանավորում է բաժանվել ու դիմագրես ասում։ Այո, ամեն ինչ նորմալ է, սովորական կյանք։ Նույնիսկ հարցումներ են լինում տենց երբեմն, որ նորմալ живем, да, что մեկը կինը որ չէ, խոսքի ինչ բան է, ինչի դու ինձ այսօր ինչ նեղացրել ես, քաչու բան։ Բայց այդ ամեն ինչը իմանալու համար դուք պետք է ձեր կողակցի հետ խոսաք, որ դուք իմանաք, ինքը օրինակ շատ է ամեն ինչ էսենց մանրամասն դնում, վերցնում, քննարկում, որ ոնց մի քիչ ավելի նրբանկատ լինեք իր հանդեպ, թե ասենք ինքը շատ էսենց հանգիստ է, ինչ որ բաների վրա չի խորանում, որտեվ այդ ամեն ինչը քննարկումները ճանաչելը քո կողակցին, քեզ շատ օգնում է հարաբերությունների որակյալ լինելու համար։
ու հասկանաս, որ օրինակ այդ մարդը նրանից չի, որ քեզ չի սիրում կամ ուշադիր չի կամ հոգատար չի, որ օրինակ ինչ որ պահվածք է դրսևորել կամ չի դրսևորել, այլ ուղղակի դու չես ասել քո կարիքների մասին, որ օրինակ այդ պահվածքը քեզ նեղացնում է կամ ավելի հոգատար պահվածքի եւ դրսևորումների կարիք ունես, ու ստացվում է մարդը ուղղակի իր կյանքն է ապրում, չիմանալով, որ օրինակ ինչ որ բան քեզ պակասում է ձեր հարաբերություններում, ու ստացվում է կոմոդ տենց անverջ կուտակվում է երևի այդ դժգոհությունը, նույնիսկ երևի ագրեսիա, ինչ որ пассив ագրեսիա, հետո սկսում ես ինչ որ դարակները բարձր ձեներով փակել, դղթկացնել, դժգոհ ման գալ տանը, ինչ որ իրեր շփրտել, որ քեզ չեն հասկացել, բայց դու չես էլ ասել ինչ որ բան։ Ինքը պրոստը իր համար նստած է։ Ինչ նամրոտ դեմքով քայլել ես։ Բայց ենթադրել ես, որ պիտի իման։ Այսինքն մենք ես չենք քննարկում ավելի են տեսակետից, որ տիպը վատա, որ դուք չեք խոսում։ Ուղղակի ավելի էֆեկտիվ ու լավ կլինի, եթե մենք ձևավորենք այդ կարողությունը խոսելու, մեր կողքի կապ չունի կողակից տա թե ընկերներ, որտեղ հաճախ մենք ընկերներից էլ ենք ինչ-որ բանից նեղվում, նեղան դուրներս չի գալիս։ Ու լավ կլինի, որ եթե դուք ուզում եք պահեք այդ հարաբերությունները, կարողանաք ձևավորեք կարողությունը ասելու, որ այս բանից դուր չի գալի, ինչպես նաև այս բանից դուրա գալիսը։ Այո։ Էդ էլ է կարևոր։ Ֆիդբեքեր տալ մարդկանց, որ գիտես ինչ, նենց, չգիտեմ, ինձ ուրախացրեց քո այս քայլը։ Հա, կամ ես ծաղիկներ եմ սիրում, օրինակ ծաղիկների մոտով անցնում եք ծաղկավաճառի, ասեք, վայ, ես ծաղիկները ես սիրում եմ, կամ իմացի, որ ես դաշտային ծաղիկներ եմ սիրում, հաջորդ անգամ կարաս առնես կան շուտ։ Նույնիսկ ամենահասարակ պարզ տեքստով, որ դուք սիրում եք։ Ինչպես նաև կարող լինի պատճառ նրա, թե ինչի մենք չենք խոսում մեր կարիքների մասին հարաբերություններում, այն որ քեզ քո կյանքի ինչ-որ փուլում, գուցե ընտանիքում, գուցե ուրիշ ինչ-որ իրավիճակում, ոնց որ քեզ պատժել են քո կարիքների համար, պատժել ասելով ոնց որ ոչ թե այտենց, չգիտեմ, անկյուն են կանգնացրել, այլ գուցե քննադատել են, գուցե ասել են, որ այդքանը հիմա կարևոր չէ, այսինքն ինչ-որ մի հատ փորձ ես ունեցել բացասական քո կարիքները ասելուց հետո, ու կոմոդ ձևավորվել այն, որ պետք չի այդ մասին խոսել։ Լավ բան չասեմ։ Երևի է դա հարմար լինելուն է վերաբերվում, հա, որ փորձում ես ավելի լավը, ոնց որ ստատուս քվոն չփչացնել։ Ես sense գիտեմ, ինձ sense լավը, всё, հերիքա։ Չնայած որ լավ չի, բայց կհամբերեմ։ Կհամբերեմ, կհամակերպեմ։ Չէ, այդ համակերպել, համբերելը շատ տարածված է եղել այն ժամանակ էլ, որ ոնց որ պետքա տենց անել։ Ձևը տենց է։ Զուսպ համեստ։ Այո։ Բավարարվել եղածով նույնիսկ եթե դա քո կարիքներին բացարձակ չի մոդել չի նույնիսկ քո կյանքի ու առասարակելի անձի բայց պլյուս էս ամեն ինչին կարաս լինես չգիտեմ օրինակ զուսպ ու համեստ բայց քո կարիքների մասին խոսես то есть մենք հաճախ ինչ որ բաներ կպցնում ենք իրար մեր գլխի մեջ որոնք իր հետ կապ չունեն օրինակ զուսպը կարիքները ասելու մասին բայց այդ շատ հաճախ հանդիպող է ու դա էլ է կարևոր առհասարակ ոչ այս թեմայի մասին էլ անգամ ուրիշ թեմաների մենք ինչ որ բաներ կպցնում ենք իրար որոնք իր հետ вообще կապ չունեն հա շատ ընդհանրացնող ինչ որ պատկերացում է հետո ձևավորվում ու տենց ընկնում են կրակ այո մտածելակերպի պատճառով այո եւ փչանում են հարաբերությունները ու մի բան էլ, ինչը մեզ կարա հետ պահի մեր կարիքները ասելուց, այդ հենց ոնց որ քննարկում էինք, բայց մի քիչ կուզեմ շարունակեմ, որ այդ համբերատարությունն է, այդ մի քիչ ռուսերեն ասեմ, կարող եմ ռուսերեն ասել։ Ես ուզում եմ ռուսերեն ասեմ, բայց այդ վիդերշկա ունենալը, որ դու լավ իմաստով թե հակառակը։ Հա, որ sense եթե դու դիմանում ես այդ ամեն ինչին, ուրեմն դու լավն ես։ Հա, այդ հասարակության բանը նկատես, որ պատկերացումը, որ ուրեմն դու համբերատար դիմացել ես մարդ։ Հա, այդ էլ կարա հետ պահի։ Դու ուժեղ ես, բան այդ ամեն ինչը, բայց այդ ոնց որ չգիտեմ, օրինակ իմ տեսակետից խոսելը քո կարիքների ու էմոցիաների մասին երևի ավելի ուժեղ է, ուժեղության մասն է, որ դու կարող ես այդ ասես, քան այդ վիդերշկեն։ Հա։ Շատ էլ վատ չի։ Դե երևի էտել է քո ասած ընդհանրացման մասին է, որ ինչ-որ բաներ կպցնում ենք իրար, այսինքն օքեյ, կան իրավիճակներ, որ դե հիմա ինչ-որ դժվարություն է, որի միջով երկուսով ենք օրինակ անցնում, եթե հարաբերությունների մասին է խոսքը, օքեյ, դե երկուսով համբերում եք, գիտեք, որ ձեզ
այդքան էլ ձեր կարիքների չի բանանում, չի բավարարում, բայց դա հիմա դժվարությունը անցնում է, օրինակ, չգիտեմ, ինչ ֆինանսական դժվարություններ, ինչ ապրուստի հետ կապված եւ այլն, դե պարզ անդադիր չեք ողոքելու, երկուստը գիտեք, որ դա ձեզ ինչ վատ է, շատ վատ է։ Բայց երևի այն ավելի շատ անձնական բաների մասին, որ հետ քո անձի հետ է կապված եւ ուղղակի ոչ թե ձեր ապրուստի, երևի այդ ոնց որ շփոթում են էլի, որ օքեյ, դե դժվարությունները հաղթահարենք, միասին համբերենք, բայց դե որ ամբողջ կյանք օրինակ համբերես դիմացին ինչ որ պահվածք կամ չորտ այդ քո բաները։ Հա, մի քիչ եսի։ Քո ասած այդ խնդրահարույց բաները։ Հետո всё-таки մարմինդ այդ մասին կխոսա, էլ ինքսս կասի, որ так, 30 տարի մենք դիմացանք անկեստագնապային խանգարում։ Եվ գրողները, եւ գրողները եւ ճնշման տատանումներ, հաճախացավեր, ինչ որ մարմնի բան, ստրեսային բան, վիճակ, հոգնածություն, լիքված բան, էլ որ հետո արդեն փոփոխելը դա մի հատ լրիվ կինո է։ Որ բանջմա թերապևտի բան, շատ մեծ ներգրավվածություն։ Մեր ոդկասթն եմ դրա մասին է, որ թերապևտի պետք է գնալ։ Հա, էլի ոնց որ զգում եք, լավ չի դիմեք էլի։ Ավելի հա, այդ ժամանակ դիմեք եւ չսպասեք 30 տարին։ Մյուս 30 տարին լրանալուն։ Չէ, խիճը գնացի։ Չմտածեք, որ ուշ է ինչ որ պահի։ Ոչ մի բան չի լինի փոխել։ То есть դրանք շատ заблужденияներ են по-любому, պետք է գնալ փոփոխել։ Հա, եթե ցանկանում եք եւ ունեք այդքան ժամանակ էներգիա։ Ոնց տեսնում եք, մենք թերապեի ֆանատներ ենք։ Դե լավ բան է, շատ լավ բան է։ Այո։ Անխոս, դաժե եթե չեմ թեմա չունես քննարկելու, օրինակ ես իմ կյանքի փուլում ինչ որ բան չունեմ փոփոխելու, բայց օրինակ երբ իմ թերապևտին զանգում եմ, ասում եմ, տիպ ուզում եմ մի քիչ պրոստը նվամ։ Ասում եմ, օքեյ, давай նվամ։ Նվում եմ, всё, շատ լավ է։ Կյանքը արդեն լավ է, բայց լավը։ Այո, այո։ Հա, թերապևտան միշտ չի էլի որ ինչ որ շատ փոփոխությունների անձնական ինչ որ աճի եւ այլնի մասին։ Հա, կարես զանգես նվազ, կարես զանգես բողոքես, то есть նայես դու ոնց ես այդ process-ը պատկերացնում, ինչ այդ պահին քեզ պետք է արդյոք երկրորդ մարդ մոռացել եմ բառը տիպը նեյտրալ, հա, բայց նեյտրալ չի ուզում ասել, բայց դու նեյտրալ մարդ անշահ չէ։ Այդտենց բառեր В общем, նեյտրալ քննադատող երևի չկարծիք չասող։ Հա, նեյտրալ մարդ, արդյոք ես պետք է նեյտրալ մարդ լսելու քեզ, թե ինչա պետք քեզ։ Օրինակ բաժանումների դեպքում հիմնականում պատճառը լինում է ավելի շատ այդ դժգոհությունները, էմոցիաները չարտահայտելը, քան օրինակ հակառակը զրուցելու արդյունքում ինչ որ բանի գալը։ Ու զրուցելու արդյունքում օրինակ եթե լինում է բաժանումներ, ավելի լավ հարաբերություններով է լինում այդ բաժանումը, քան եթե չեք խոսել այդ մասին, ինչ որ կռիվներ եւ այլն եւ այլն։ Հա, ոնց որ դա լավ բան է։ Բաժանման դեպքում նաեւ կա օրինակ ասենք լսողներին, որ եթե օրինակ որոշել եք բաժանվել, էլի կարող եք դիմել հոգեթերապևտի զույգային գնալ, որպեսզի այդ բաժանումը հնարավորինս չէ անցավ առանց կռիվների, առանց ինչ-որ այդ կուտակված դժգոհության լինի եւ ավելի խաղաղ, եթե նույնիսկ չգիտեմ, չեք պատկերացնում ոնց կարա դա լինի, թերապևտը ձեզ կօգնի։ Հատկապես եթե ունեք երեխա կամ ինչ-որ ձեզ միացնող ինչ-որ մի բան։ Կենթանի, այո։ Հա, որտեվ ասենք չգիտեմ, այդ կենթանին է կամ երեխան է կամ չգիտեմ տունն է, ինչ-որ մի բան է, որ պետք է կիսեք, բաժանեք, հա, ինչ-որ ձև միաժամանակ տնօրինեք, պատասխանություն վերցնեք։ Դրանք կարևոր բաներ են, որ ոնց որ լավ կլինի, որ եթե ձեր մոտ երկուսի մոտ չի ստացվում, ոնց որ երրորդ անձը էլի նեյտրալ մեկը լինի, որ ձեզ ներողություն կլինի օգնի այդ հարցում։ Ունենք էլի կետ, թե ինչի պատճառով մենք չենք խոսում մեր կարիքների մասին, այդ այն է, որ գուցե, ոնց որ մենք մտածում ենք, որ գուցե մեր կարիքների մասին բարձրաձայնելը դիտարկվի որպես ինչ որ դժգոհություններ, բողոքներ, այսինքն օրինակ երբ որ դու ասում ես, այս բանից դուրս չի գալիս, դու կարաս այդ ասես, գիտես ինչ կա, այլ sense չանես, որովհետև ես չգիտեմ, քեզ կծեծեմ օրինակ, բայց կարաս ասես sense, որ գիտես ինչ կա, ոնց որ այդ բանը արեցիր, ինձ մի քիչ այդքան էլ հաճելի չէր, կգաս փորձենք իր այդ հասկանանք ոնց անենք որ
ավելի լավ լինի երկուսիս համար, տարբերությունը է դա։ Ու մենք հաճախ այդ դժգոհելու, չուզելու դժգոհենքի պատճառով մենք լռում ենք։ Հա, երևի էլի վերադառնանք նրան, որ քանի որ չենք զարգացրել, չունենք այդ հմտությունը, կարողությունը, թե դժգոհությունը, թե կարիքները արտահայտելու, ստացվում է ինչ որ դժգոհության նման է ստացվում, բայց դու ասում ես քո կարիքի մասին, ուղղակի նենց տոնով, որ դա հնչում է շատ բան, գուցե ագրեսիվ, գուցե ջղայն, գուցե այդ ինչ որ բան, ունքերով, ու զույգը արդեն չի կարողանում այդ բանին տարբերակել, որտեվ համ ինչ որ դժգոհության նման է հնչում, կարիքի նման չի հնչում, բա ինչ պետք է ինքը դրա հետ անի, ինքն էլ չի ուզում առնչվել երևի թե այդ էմոցիաների, քո էմոցիաների հետ, որոնք տվյալ բացասական են։ Ու նաև ինձ թվում է կարելի է նշել, որ նույնիսկ եթե լավ տոնով ես ասում, արդեն կարողացել ես այդ կարողությունը ունես, հմտությունը զարգացրել ես, անդադ զարգացնում ես, միշտ չի որ միանգամից առաջին ասելու ձեր զույգը հետո դա անելու են հենց ոնց ձեր կարիքներ ձեզ պետք։ Հա, ինչ որ պետք է անդադ կրկնել դրա մասին, որ դուք էլ ավելի ինքնավստահ ասեք դրա մասին, ավելի բան պահերի, ավելի ճիշտ պահերի երևի, ու հետո ինչ որ պահի կարող լինի վեճ, ինչ որ մի անգամ կարող լինի բան, բայց ժամանակի ընթացքում ինչքան շատ սկսեք խոսել, այդքան ավելի հեշտ կսկսեք իրար հասկանալ։ Ոստեղ կարևոր է ֆիքսել այն, որ առհասարակ վեճը, կոնֆլիկտը կամ արդեն ոնց ասեմ, մի քիչ ավելի լուրջ հետի միշտ չի որ վատ է, որովհետև sense մի հատ հետաքրքիր պահ կա, որ եթե օրինակ, հա, պայմանական վերցնենք, ինչ որ մի հատ process է ձեր մեջ կատարվում, ու դուք խոսում եք անընդհատ, հա, ինչ որ այս բանից դուր չի գալի, այդ մարդը չի կարողանում այդ բանը փոխի։ Ինչ որ մի բանից ելնելով։ Ինքը գիտի, որ քեզ դուր չի գալի, բայց իր մոտ չի ստացվում այդ փոխել, բայց քո էմոցիոնալ այդ ջղայնությունը, ինչ որ ագրեսիան բան միշտ կա, որտեղ այդ բանը քո կյանքում չի փոխվել։ Ու ստեղ որպես լավ միջոց քո էմոցիաները դուրս հանելու, այդ կարա որոշակի ինչ որ փուլերում, ինչ որ ժամանակում ձեր կյանքի հարաբերությունների այդ կռիվները, վեճերը քո էմոցիաների դուրս գալու մասին կարան լինեն, ու ոնց որ ինքը շատ ավելի լավ ու թերապևտիկ կարա լինի, քան որպես դիտարկենք վատ։ Բայց ավելի լավ կարա լինի այն, որ եթե դուք այդ քննարկում եք, հա, զույգի մեջ, то есть եթե դուք ունեք այդ արդեն այդ հարաբերություններ, արդեն հասել եք այդ կետնին, որ կարաք որոշեք, որ այս կռիվը լինելու է այս նպատակով, ու այդ կռիվի ժամանակ կարաք իրար օրինակ ինչ ասեք, բայց իմանաք, որ մենք սրանից չենք նեղվում, то есть ես կարող եմ իմ չափ անցնեմ կներես, բայց ես ինձ պետքա, որովհետև ես ունեմ այս կուտակված էմոցիաներ, որովհետև դու այդ բանը չես կարող փոխես, օքեյ, ինքն է համաձայն է, դուք կռվում եք, էմոցիաները դուրս են գալիս, սաղ լավ է, սաղ իմ մոտ ամեն ինչ լավ է։ Շատ լավ մեթոդ է։ Լավ լայֆհակ է։ Կվերցնեմ դա ինձ համար хорошо։ Առաջարկեմ իմ ամուսնուն փորձել։ Մի բան էլ կուզեմ ավելացնեմ ստեղ, որ եթե դու քո կարիքների մասին չես խոսում, այդ որոշակի տարբեր բաների կարա վերածվի, օրինակ մի քիչ առաջ որ խոսացինք այն մասին, որ ասենք չեմ 30 տարի լռում ես, անկես տագնապային խանգարում, անկես ինֆարկտ, մարմինդ ասում է, այստեղ ոնց որ դեռ փուլում գուցե վերածվի, ну, պանչիսկիատականներ, тревожность, դեպրեսիա, բան, այդ ամեն ինչը հա, բայց նաև կարա լինի пассив ագրեսիան, որը ինքը դիագնոզ չի, բայց դու կարաս հաճախ ունենաս այդ ու այդ քո կյանքի վրա շատ մեծ քանակով իջացնի, որտեվ пассив ագրեսիան ինքը այդքան է էֆեկտիվ մեթոդ չի, առհասարակ շփվելու մարդկանց, դու ցանկացած մարդկան։ Հա, դու տենց անդադ ոնց որ կլինես ջղայն, անդադ քտի տակ կփնփնթաս, ինչ որ բաներ, այդ մարդը չգիտի դու խես вообще տենց, ու ձեր հարաբերությունները անդադ դեպի վատն է գնում։ Հա, կարող է ինչ որ շատ հին ինչ որ դեպքից է դա, երբ որ դու դրա մասին չես ասել, ենթադրաբար, ու դա գա կպնի արդեն այն մյուս բաներին, որոնք քեզ առաջ օրինակ չես նկատի այդ մարդու մեջ, բայց սկսի արդեն այդ մարդու մեջ ամեն ինչը նյարդայնացնել, որտեվ այն մի հատ բանը քեզ նյարդայնացնում էր, չասեցիք, չքննարկեցիք, չխոսեցիք, ու դրա պատճառով արդեն այդ քո ասած ամբողջ պատկերը հարաբերությունները սկսում են փչանալ։ Այո, որտեվ այդ ունի անտիդեպրեսանտների նման նակապիցիլնի ու ինքը ինչքան չես ասում, չես խոսում քո կարիքների մասին, այդքան ինքը տենց ոնց որ գնալով, գնդի էֆեկտով շատանում է, ինչ որ մի ձև հետո դուրս է գալի, շատ մեծ վեճեր, չգիտեմ, ինչ որ տես տարբեր բաներ։
Դա լավ կլինի սկզբի փուլերում ասեք։ Այո, ու եթե զգաք, որ դիմացինը չունի այդ հմտությունը, նկատեք, առաջարկեք զարգացնել, թեկուզ միասին զարգացնել, կամ եթե նկատում եք, որ երկուստ էլ չունեք, միասին ինչ որ պարապեք, այսպես ասած, ինչի՞ չէ։ Իրար վրա կամ իրար հետ։ Հիմա համացանցում այնքան հնարավորություններ կա տարբեր բաներ տենց սովորելու, կարդալու, ուսումնասիրելու, որ շատ տարբեր մեթոդներ կարա գտնեք, փորձեք տարբեր բաներ, որն է ձեր համար աշխատող, որը չէ, որից է ինչ որ մեկը ձեզնից կրինժ ապրում, որից է շատ լավ իրան, տենց փորձելու վրա է։ Ծաղ ենք դեմով։ Տիկան անգամ լրել մաշի։ Այ լսի ասել եմ տենց ահա ու հիմա դե սովորել եմ այդին ինչ խոսում եմ բայց դժվար է մեկը հատկապես ինչ որ լուրջ թեմաներ որ մի շաբաթ տենց գիշերները մտածում ես չես գնում ինչ դա ոնց ասես որ ինքը չնեղանա բայց մեկը վերջում չկռվում եք ու ավելի հեշտեք ջոգում կա ինչ որ պատրաստվել է բայց միշտ չի որ ինքը կնեղանա դες հազվադեպ ինքը կնեղանա որ թեմա է որ вообще նեղանալու բան չկա Կան նաև որոշ թեմաներ, որոնց մասին խոսելը մեզ բարդ է տրվում, քան ելնելով ընտանիքի դրվածքից, չհասկացված լինելու վախից, այն մտքից, որ դրա մասին խոսելու դեպքում ավելի վատ կարա լինի եւ այլ ինչ-որ տարբերակներ։ Ու ինչ ենք անում հաճախ մենք խոսելու փոխարեն, մենք ինչ որ նամակներ ենք անում մեր կողքի մարդկանց, մենք փորձում ենք իրանց ինչ որ իրավիճակներ ստեղծենք, որ տեսնենք իրանք կհասկանան, այդ թե չէ։ Ստուգողական չէ։ Կամ օրինակ սուս ենք մնում, ձեն չենք հանում, ու այդ ամենը շատ խանգարող կարա լինի, որտեղ այդ process-ը մեր գլխի մեջ ամեն դեպքում կատարվում է։ Հա, ու էլի կարա հանգեցնի նույն пассив ագրեսիային, նույն ստրեսային վիճակին։ Ու դու մենակ ես այդ ամեն ինչի հետ, այսինքն դու ու քո այդ մտքերը, որոնք գուցե ընդհանրապես իրականության չեն համապատասխանում։ Ու երբ որ բարձրաձայնում ես, հասկանում ես, համապատասխանում են թե չէ։ Նաև նկատել եմ sense բան, որ օրինակ, չգիտեմ ինչքան կարանք ես սրա հետ բան անենք, իլերումը դիտարկենք, որ շատ ժամանակ մարդիկ իրենց կարիքների մասին, որ պետքա թվում է թե զույգին ասեն, կիսեն, սկսում են կիսվել ընկերների, ընտանիքի անդամների հետ, հարազատների հետ եւ բողոքել, այդ դեպքում արդեն բողոքել, որ իրանց զույգը չի հասկանում այդ քո ասած նամակները, ինչ որ ստուգող պահվածքը եւ այլն, դա էլ կարանք սրան վերագրենք, որ էլի ինչ որ թվում է որ չհասկացված կլինեմ, եթե զույգիս հետ կիսվեմ, հարմար է օրինակ, քան որ ամբողջ կյանքում ընտանիքիս հետ եմ ապրել, ընտանիքիս անդամներից ավելի լավ են հասկանում իրենց հետ միշտ կիսվել, բայց միևնույն է էլի մնալ ոնց որ այդ վիճակի մեջ, որ քո զույգի հետ հարաբերություններում ինչ որ կարիքներ փակված չեն եւ այդ բանը կուտակվում է միևնույնն է։ Այսինքն, օքեյ, կիսվել ես ընտանիքի անդամների հետ, որոնք քեզ լավ են հասկանում, բայց զույգի հետ մեկը, այսինքն ստացվում է, որ ունես կարողություն կիսվելու, բայց ուրիշի հետ, բայց չունես։ Ոնց է այս պահը, էլի։ Այստեղ կարևոր է հասկանալ կողակիցդ ոնց է առհասարակ վերաբերվում այդ կիսվել չկիսվելուն, ինքը ունի այդ skill-ը թե չէ, ինքը ուզում է առհասարակ այդ կիսվելը թե չէ, թե օրինակ իր մոտ կա տես դրվածքներ, որ չէ պետք է ամեն ինչ sense լինի, եթե ստեղից շեղվում է, ուրեմն օքեյ չի։ Այսինքն այստեղ կարևոր է հասկանալ կողքիդ մարդը ոնց է առհասարակ դրա հետ կապված մտածում։ Բաց է ինքը քննարկումներին թե չէ, այսինքն նախ պետք է այդ հասկանալ։ Եթե հա, փորձել միասին առաջ գնալ։ Եթե չէ, հասկանալ, քեզ այդ օքեյ է թե չէ, եթե ինքը տենց է, ոնց որ հաճախ եթե կողքիդ մարդը օքեյ չի բաց քննարկումներին, դու փակում ես քո մեջ այդ, հարմարվում ես այդ սիտուացիային, ու կամ բաժանվում ես կամ հարմարվում ես սիտուացիային, բայց ինչ որ միտեղ քեզ պետք է լինում խոսալ ու դու խոսում ես քեզ հարազատ մարդկանց հետ։ Ու այդ բողոքելը։ Բայց նաև sense մի հատ պահ կա, որ դու կարող ես ունես այդ skill-ը, կողակիցդ ունի այդ skill-ը, բայց քեզ ոնց որ մի քիչ առաջ ասում պետք է լինում պրոստը դժգոհել բողոքել, ես այդ նվալու կարիքն ես ունենում։ Դե հա, եթե դա բացառենք, հա, մնացածը դեպքեր, որ հալի մենակ զույգի հետ չի խոսում ու ինչ որ ուրիշների հետ մնացած բոլորի հետ խոսում, բացի զույգի հետ։ Ելնելով զույգի հարաբերություններից։ Հա, դե ստացվում է ուրեմն արդեն սկզբից այս ճակերտավոր սխալ է գնացել հարաբերությունները, քանի որ ինքը փակել է այդ իր կարիքները եւ չի խոսում դրա մասին։
Անկամ չի էլ քննարկվել ոնց ես դու վերաբերվում այդ քննարկումներին, ոնց որ բայց եթե այդ քննարկումը եղել է ու կողքիդ մարդ ասել է, որ ես ոնց որ ինձ սենց է լավ, ես սենց գիտեմ, սենց եմ ապրում, դու էլ ոնց որ քո տեղը իմացի, քո բանն էլ սենց է, դու չունես կարիքներ, վերջ, մի քիչ շատ ծայրահեղացրեցի, բայց ոնց որ կա տենց ընտանիքներ ու եթե ոնց որ տենց է, դու փորձում ես կամ հարմարվես իրավիճակին, ու ինչ որ ուրիշ տեղ դուրս գա այդ սախ, կամ ոնց որ թողնել գնալ, այլ ինչքան մենք ես բառում նման հարաբերություններ հասկանալ արդեն ինքդ քո այդ կարիքների սահմանում, ինչքանով են դրանք համահունչ քեզ կարող է շատ այլ մասերով լավ է ու քեզ օքեյ է չխոսալը նայած արդյոք չափը ու հաճախականությունը նայել այսպեսի միտք էլ ես վերջում լսեցի որ կոմպրոմիս կոչվածը հիմնականում ոչնչի մասին է այն իմաստով որ կողմերից ոչ մեկը չի ստանում իրավազած է այսինքն կողմերից ինչ որ մեկը կարող ստանա բայց միևնույն մյուսը մնում է կիսատ կամ չստա իր կարիքը չփակած եթե դա այդքան էլ կարիքների մասին չի չէ հետաքրքիր է հնչում դե պարզա բոլոր դեպքերի մասին չի դա կամ բոլոր հարաբերությունների բայց այդ կոմպրոմիս ասվածը հաշվառելով որ մեր հասարակությունը մի քիչ գեր շատ օգտագործվում այդ նույն համբերատարության իմաստով համբերելու sense ուժեղ լինելու կոմպրոմիսներ գտնելու Вообще կոմպրոմիսը ես երևի կհամաձայնվեմ այդ մտքի հետ որ ոչ մեկին ոչ մի բան որովհետև դու կամ քննարկում ես ու ամեն մեկը ձեր ունենում եք այդ process-ից ու երկուսդ է գոհեք կամ ինչ որ կոմպրոմիսի եք գալիս որը այն իրավիճակներում որ անհնար է երևի գտնել երկուսիդ էլ հարմար ելք բայց դուք երկուսդ էլ ուզում եք որ այդ խնդիրը լուծվի ինչ որ մեկը փոխզիջման է գնում բայց մենա մնում հա տխուր չբավարարված բայց հա ինքը ոնց որ երևի ավելի գնահատում է հարաբերությունների կայունությունը քան իր այդ պահին կարիքը ու շատ օքեյ է կարա լինի դա որտեղ կախված հա ինչ կարիքը եւ ինչքանով է դա իր համար կարեւոր որտեղ անհնար է գտնել միշտ իդեալական լավ կամ աշխատող լուծումներ հաստատ մենք հաճախ գնում ենք որոշակի փոխզիջումների որպեսզի մեր հարաբերությունները լինեն ֆունկցիոնալ ու լավ հա էլի ու ճկուն այլ ճկունության մասին ավելի շատ ու նաև կարող ենք քննարկել թե ոնց անել որ այդ խոսակցությունները սկսեն այսինքն ոնց սովորել սկսել խոսակցությունները ու առաջինը ինչ ես կառաջարկեմ այդ շատ լավ լայֆ խակա այս պահին որ կարելի է օգտագործել ունենալ օր որոշել օր որ այս օրը հա ասենք չգիտեմ ամսվա մեջ մի օր կամ շաբաթվա մեջ մի օր նայած ինչքան կա այդ կարիքը մենք այդ օրը նստում ենք ու իրար հետ փորձում ենք սովորենք խոսել մեր կարիքների մասին ինչ լավն է Այդ շատ լավն է շատ աշխատող է բայց շատ անակնկալ տարբերակ ես տենց փորձ ունեցել եմ ու ես ցուցակներ ունեի իսկ կողքից պրոստը եկել էր այդ օրը պլանյորկայի նման չէ հավաքում ենք նենց որ կարաք դուք ցուցակներ ունենաք ձեր կողքի մարդը ցուցակներ չունենա բայց ձեր կարևորը է սկսելնա հարթակ ունենա открытый микрофон այո вечер открытого микрофона ինչի՞ չէ շատ հավես է то есть այդ փորձը կարաք ունենաք այո կարաք միկրոֆոներ էլ պատվիրեք ավելի զվարճալի կա ինչ ուզեք то есть ազատ զգացեք podcast սարքեք հա կարա լինի ձեր ընտանեկան podcast-ը լինի կարա շատ հավես միտք կարա լինի էտի մյուսը ինչը որ էլի շատ կարևոր է չօգտագործել քննարկման ժամանակ ես միշտ կամ դու միշտ կամ ես երբեք դու երբեք այդ արտահայտությունները որտեվ այդ հրահրում են շատ մեծ կոնֆլիկտների որովհետև շատ ընդհանրացնող հա շատ ընդհանրացնող ու հիմնականում ճիշտ չի այլ Էդի մի քիչ սուտ մեղավոր եմ շատ հակված եմ ես այդ ֆորմուլիրովկաներին բայց այդ ձգտում եմ ուշադիր ավելի հետևել բառերից նույն եթե քո կողակիցը օքեյ է այդ արտահայտությունը չէ բացարձակ չի սիրում այդի ես իրական չեմ սիրում բայց մեկա
Կավոր չունենք այդ հմտությունը միևնույն է, զարգացնում ենք էլի, որ չասենք։ Իհարկե։ Ну կարևոր է այդ բառերն ուշադրելն էլ, որտեվ հայտի նաև միշտ չի որ ճիշտ է։ Հա, որտեվ ես օրինակ որ տենց ասում եմ միշտ բոլորը կամ ինչ-որ բան ու ամսից սկսում է որ թվարկի հերթով ամսաթվերը անունները դեպքերը ես ասում եմ դե չեմ հիշում ամբողջը չեմ հիշում ոնց իմ ասես բոլորը չես հիշում Կստати շատ թերապևտիկ ուղում այնք անում այո շատ թերապևտիկ է ասած բարերի համար պատասխան տուրելի Դա լավն է դա էլի կարևոր է Հաջորդը այն է, որ մենք չձգտենք հենց այդ պահին կոնֆլիկտը լուծելու, հենց այդ պահին ամեն ինչ ասելու, դες պետք է սկսել, մի քիչ հասկանալ ոնց է գնում առաջ, ոնց որ այդ կարևոր է հենց process-ը, ոչ թե ռեզուլտատը այդ պահին, կարևորելու դիմացինին, իր կարիքները, լսելու իրան, ու սրանից բացի նաև ավելացնեմ, որ երբ որ գնում եք քննարկման ինչ որ մի բանի, ասելու քո կարիքները, այստեղ կարևոր է դրամադրվածությունը մեր լինի ավելի հասկանալ, լսել, կիսելը, քան գնալ ապացուցելու, որ ես ճիշտ եմ, դու ինձ պետք է լսես, ես ավելի լավ գիտեմ ոնց է, այսինքն այդ դրամադրվածությունը պետք է ավելի բաց լինի, որտեղ օրինակ միշտ ասում եմ թեկուզ թերապևտների ժամանակ կամ կյանքում շատ սիրում եմ այդ արտահայտությունը, որ եթե մարդ չի եկել այդտեղ իր կարծիքը փոխելու, կոնֆլիկտը անիմաստ է։ То есть ինքը եկել է կռվելու։ Իր նպատակը այդտեղ կարծիք փոխելը չի կամ քեզ լսելը։ Իր նպատակը քո հետ կռվելն է։ То есть եթե ապացուցելու իր ճշմարտին։ Այո։ То есть պետք է այստեղ հասկանալ կոնֆլիկտից առաջ ձեր երկուսի նպատակը ինչն է։ Իրար լսելը, հասկանալը, ընդունելը, ինչ-որ բան փոխելը, թե նույնը թողելը, թե երկուսիդ նպատակն է կամ գուցե ինչ-որ մեկիդ նպատակը քոնը առաջ տանելն է։ То есть այդ կարևոր նրբություն, նյուանս, կարևոր նյուանսը։ Ես օրինակ առաջ չէի սիրում աշխատանք բառը հարաբերություններին վերաբերող, որ ասում են աշխատել հարաբերությունների վրա, բայց հիմա որ ասած ասում եմ, սկսում եմ ավելի լավ վերաբերվել այդ բառին, այն իմաստով որ շատ բան է հնչում ճակերտավոր աշխատանքային, այն իմաստով որ այդ աշխատանքային process-ներից դիքը բաներ կան, որ ստացվում է կարելի է վերցնել ու ոնց որ բան անել, էլի վերագրել, չգիտեմ, օգտագործել հարաբերությունները կազմակերպելու վրա, ոնց որ օր ընտրել, ինչ որ to-do list-եր անել, որոշել ինչ պլաններ ունենք, ինչն է մեզ համար առաջնային, ինչ արդյունքներ ենք ուզում այդ հարաբերության պրոյեկտից, այսպես ասած։ Հա, ինչի՞ չէ, շատ հարաբերությունները դեր պրոյեկտն է, փաստացի դեր կյանքի ինչ որ պրոյեկտներից մեկն է, եթե շատ այնց կոպիտ բանով ասենք աշխատանքային։ Այդ աշխատանքը, որի համար դու ֆինանսապես չես վարձատրվում։ Հա, ինչ առանձին աշխատավարձ ես։ Բայց լիք ուրիշ բաներով ես վարձատրվում։ Այո։ Պաչիկներ, գրքիկներ։ Վարձը մենակ փողի մասին չի, չէ՞։ Դու կարես վարձատրվես լավ բաներով, նվեր օրինակ։ Հա։ Բան էջի podcast, ինչ էր հաղորդում, ասում եմ, мне что-то будет, из этого нет, просто респект, спасибо։ Ճիշտ է, լավներ։ Ուղղաժուխա դեր բաներ։ Հա, լրիվ է դա հարաբերությունները։ Շատ պատանում են քեզ նով, ինչ որ տես բաներ, բայց էլի լավ է, մոտիվացնող բան է։ Ու մի բան էլ դեպի ավարտ։ Սես մի հատ կարևոր բան։ Երբեմն մեր կողքի մարդը, ոնց որ մի քիչ առաջ խոսացինք, մեր կողակիցը չի ուզում կամ չի կարողանում ներգրավի այդ խոսակցությունների մեջ, քննարկումների մեջ։ Ոստեղ մի հատ կարևոր բան կա, հասկանալ ինքը չի ուզում, թե չի կարողանում։ Մեզ հաճախ ասում են, որ չի չուզել, չկա, չկողանալ, չկա, չեմ ուզում։ Հա, ինչ որ տես բան են ասում։ Այդտենց չի, իրենք տարբեր բաներ են։ Կարա չուզի մարդը ու կարա չկարանա։ Չուզելը էդի ուղակի չուզելն է, որ ինքը չի ուզում ներգրավի այդ ամենի մեջ, իր համար գուցե կարևոր չի, գուցե էական չի եւ այլն, չկարենալը այնա, որ կարող է այդ մարդը չունի առհասարակ ռեսուրս տրամադրելու այդ process-ին, օրինակ շատ հոգնած է, գեր հոգնած է կամ դեպրեսիայի մեջ է կամ ինչ որ շատ վատ մտքեր ունի, խառը մտքեր ունի եւ այլն, չուզենալն ու չկարնալը տարբեր են։ Ուտեղ էլի կարևոր է հասկանալ, եթե ձեր կողքի մարդը օրինակ դու ուզում ես խոսես, ինքը ասում է չէ, էլի այսօր չէ եւ այլն, հասկանալ խի, եթե հասկանում եք ինչի իմանալ, որ օրինակ ինքը հիմա չի կարա, իրոք չի կարա, որը չի նշանակում, որ չի ուզում։ Կամ եթե չի ուզում, ինչքան դա բարբերաբար, ինչքան դա կապված ձեզ հետ եւ ձեր հարաբերությունների երևի, ինչքանով է դա քեզ օքեյ, որ ինքը չի ուզում։ Հա։
Մեզ ստացվում է կարող է ինքն էլ օրինակ չունի այդ հմտությունը իր կարիքները ասել, ուղղակի ասում է չեմ ուզում եւ իր ներսում է այդ ամենը չկուտակում, դու էլ ուզում ես արտահայտել, բայց ոնց որ չկա երկխոսություն ու տենց չբավարարված կարիքներով ինչ որ հարաբերություններ են։ Հա, պետք է հասկանալ խոսել։ Էլի գալիս ենք նրան, որ պետք է ամեն դեպքում խոսել ու նույնիսկ չխոսելու, զույգի չխոսելը արդեն իսկ ինչ որ բան կարա լինի ձեզ ասող, որ ինչի մասին է սա երևի, դա ինչ որ շատ փիլիսոփայական է։ Բայց շատ ճիշտ, որտեվ հիմնականում ամեն շատ բաներ խոսում են ինչ որ բաների մասին։ Շատ լավ է։ Ինքը կարևոր է, էլի, չգիտեմ։ Հա, դե ամեն ինչն էլ պետք է նկատել եւ հասկանալ ինչքանով է դա ձեզ համար է ձեր հարաբերությունների մեջ մտնում, ձեր պատկերացումներին համապատասխանում, ինչքանով դուք օքեյ դրա հետ, ինչքանով չէ։ Ու չվախենալ եւ զարգացնել այդ հմտությունը կարիքների մասին խոսելով, որովհետեւ մի կյանքը ապրելով ու այդ կարիքները չարտահայտելով բավականին տանջալից է այդ կյանքը լինում, էլի։ Հա։ Ու ես շատ ուրախ կլինեմ, որ եթե մենք կարենանք ամեն մեկս մեզ գտնենք հարմար կողակիցներ, մեր համար հարմար, ոչ թե ինքը տեսակով լինի հարմար մարդ, այլ քեզ այդ մարդը հարմար լինի, то есть եթե դու ունես կարիք խոսալու, ինքը ունենա հնարավորություն հմտություն լսելու, մարդկա ինքը вообще չունի ինչ-որ բաների մասին կարիք խոսելու, մարդ էլ կա չունի вообще լսելու ցանկություն կամ բան, ու իրենք իրար շատ հարմար են, то есть ես շատ կուզեմ, որ մենք կարողանանք ամեն մեկս մեզ հարմար մարդիկ գտնենք։ Այո, եւ սիրելով ու դա արդեն ինչ որ լավ տեղ կտանի։ Այո։ Չենք ուզում հրաժեշտ տալ, այնպես ուզում ենք ինչ-որ խոսել քննարկել։ Երկարացնենք անում։ Բայց ես ունեմ 12 րոպե ժամանակ դրա համար։ Չաո։ Ես իտալիայից եմ եկել անցած ժամանակ։ Չաո։ Որտենց ընկերներ կան։ Բարեն ասում բայց։ Չաո։ Պիցա։ Պետք Իտալիայի կապուչինո բայց իրոք։ Հա, համով։ Հա, վերջն։ Պիցաները MC տեղից եք կերել, որ իտալական եք կերել, հա։ Ես պիցա չեմ սիրում, այդքան էլ ոնց որ նեյտրալ էի, բայց պաստաները շատ լավն էին։ Բայց ես քեզ ասեմ, Հայաստանում ուտելիքը прям իդեալական մակարդակի վրա, ես քեզ լուրջ եմ ասում։ Հայաստանում լյուբոյ տեսակի կուխնյա կա, երևի բացի ծովամթերքից զուտ որտեղ չունենք ծով կամ մենակ է։ Մնացածը Հայաստանի կուխնյան Համերում կամով է սարքում ավելի համով պիցաներ դաժե կային։ Ամենայն չոտենց բան ուտելիքներ, որ մեզ հատուկ չի։ Իրոք մերոնք լավ սարքում են։ Այնտեղ կար պիցայի տեղեր, որ այդքան համով չէր, Հայաստանում պիցաները ավելի համով են։ Դաժե եթե ասենք այդ ինչ-որ բան է բացվում, կարող այդքան լավը չի, ուրիշը բացվում է կատարելագործված է, դե չգիտեմ։ Նայում են ու մրցում են իրար, որ ավելի ու ավելի համով լինի։ Դե ո՞նց չչաղանասանի ջան, ես երկրում։ Ես մի կերպ եմ պահում ինձ։ Հաց չեմ ուտում։ Հացից շատ եմ չաղանում, բայց շատ եմ։ Սասի հացեր որ սկսում եմ ուտել, մի շաբաթում կարող մի 3 կիլո լեց։ Այդ լավաշի վրա ենք ես ու։ Հացը լավ բան է շատ։ Այդ մեր հայկական sense համով հացը թխում են։ Տակ են պուրի։ Հո ես լավ սոված։ Լավ ստեսություն, հաջողություն ձեզ։ Լավ մնացեք, խոսեք ձեր կարիքներից։ Ուտելու օրի կարիքից, չէ՞։ Խոսում եք մասին։